Գյուղատնտեսությունը իրականում աղետալի վիճակում է գտնվում, ճիշտ են ասում գյուղացիները, որովհետև նախ չկա գիտական գյուղատնտեսություն, երկրում չկա գյուղատնտեսության նախարարություն, վերաբերմունք չկա գյուղատնտեսության նկատմամբ։ Մի կողմից կարծես կարգուտը, բնական աղետները վնասում են գյուղատնտեսությանը, մյուս կողմից չկառավարվող, չպլանավորված գյուղատնտեսություն, որի նկատմամբ վերաբերմունք չկա եւ իրացման շուկայական հարաբերություններում չկա զարգացած գյուղատնտեսություն, չկա գյուղատնտեսության մասին օրենք, ոչ մի իրավական ակտ եւ նաեւ չեն էլ պատրաստվում ունենալ։ Կարծես թե գյուղատնտեսությունը ավելորդ ճյուղ է, բեռ է այս երկրի վրա եւ մեր գյուղացիները իրենց աշխատասիրությամբ, իրենց հասիբի շնորհիվ կարողանում են ինչքան հնարավոր է զարգացնել այս գյուղատնտեսությունը, ինչքան իրենց ուժերը ներում է։ Առավել եւս հիմա, որ միջպետական հարաբերությունները սրվելուց հետո, հիմնականում Ռուսաստանի հետ լոգիստիկ խնդիրներ է առաջանում նաեւ, չեն կարողանում իրացման հարցը լուծել, ջերմոցային տնտեսություններում, գիտեք, ինքնարժեքը ավելի բարձր է ստացված գյուղատնտեսական ապրանքի, ջերմոցային տնտեսությունների ստացված ապրանք այսօր չի իրացվում, չեն կարողանում արտահանել եւ ինքնարժեքից կրկնակի ցածր կես գնով ապրանք են իրացնում, որը գրեթե չի իրացվում, մի մասը թափում են, փչացնում են եւ գյուղացին կանգնած է աղետալի վիճակի առաջ։ Չկա վերաբերմունք, իբր թե սուբսիդավորվում է գյուղատնտեսությունը մեր պետության կողմից, ասեմ, որ բոլոր զարգացած երկրներում կլինի կանանց Կանադա, Ամերիկա, եվրոպական երկրներ, թող նույնիսկ ասեի Ռուսաստանը, ավելի շատ է սուբսիդավորվում պետբյուջեի կողմից, գրեթե բյուջեի 30%-ը սուբսիդավորվում է գյուղատնտեսությանը, իսկ մեր երկրում ընդամենը 1%-ն էլ չի սուբսիդավորվում, մի 2 կոպեկ կարկտի փող են տալիս, այն էլ իբր թե ընտրությունների տարիներին կամ, չգիտեմ, ապահովագրական վճարներ են տալիս կոպեկներ, ժողովուրդը մտածում է, թե դրանով վերաբերմունք է։ Այսօր, եթե կա գյուղատնտեսություն, վերաբերմունք գյուղատնտեսությանը, ապա պետք է նշեմ, որ 2010 թվականի համեմատությամբ կրկնակիից ավել պակասել է անասնագլխականակը եւ եթե այդ ժամանակահատվածում մեր երկրում չէր մշակում գյուղատնտեսական հողերի 30-ից 35%-ը, հիմա 60%-ը չի մշակում, հայդարարած վիճակ է, իսկ դա գյուղատնտեսական աղետ է մեր ժողովրդի գլխին, պարենային անվտանգությունը ուղիղ կախված է մեր գլխին, եթե մենք այսպես շարունակենք, ուրեմն մեր երկրում շատ լուրջ խնդիրներ է առաջանում, իսկ այդ Եվրոպա տանելը, ժողովրդի ականջը շոյելը կամ այդ կարգի լոգիստիկ ավելի թանկ խնդիրներով մեր բերքը տեղափոխել Եվրոպա, դա աբսուրդի ժանրից է, դա չի լինելու, որովհետև բոլոր ժամանակներում մեր դրսից ներմուծվող ապրանքի 80%-ը միշտ էլ եկել է Ռուսաստանից եւ մեր արտահանվող ապրանքի 80%-ը գնում է Ռուսաստան։ Հիշենք 90-ական թվականների սկզբին եւ Արարատյան դաշտավայրին բարձրաժեք եւ խաղողի այգիները, եւ Ծիրանի եւ մնացած այգիները ժողովուրդը քանդեցին, հացադիկ ցանեցին, որպեսզի կարողանային իրենց հանապազօժյա հացի հարցը լուծել։ Հիմա այսօր կանգնած ենք նորից այդ նույն խնդրի առաջ, մի քանի տարի հետո։ Հայդարարակ վիճակ է, թանկ է դիզ վարելանյութը, պարադանյութը, չգիտեմ, ես հիշում եմ 22 թվականին 6000-7000 դրամով վաճառվող պարադանյութը պատահական էլավ հասավ 22-23 հազար դրամ։ Ոչ մեկը դրա համար պատասխան չտվեց։ Սա ինչ երևույթ էր, կամ այս տարի հասել է 12-13 հազար դրամի։ Դա աբսուրդ է եւ բնականաբար գյուղատնտեսության վրա լուրջ ազդեցություն է ունենում եւ չկա գիտական գյուղատնտեսությունը դա գիտություն է, որը պետք է զարգանա, որի համար պետք է կադրեր նախապատրաստվեն, չեն գործում գյուղատնտեսական ոչ ինստիտուտները, ոչ քոլեջները, ոչ տեխնիկումները, կադր չի պատրաստում եւ ոչ անասնապահության բնագավառում, ոչ գյուղատնտեսության հողագործության բնագավառում։ Բնականաբար այսպես էլ պետք է լիներ։
Պարոն Կիլիկյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ կրճատվել է անասնագլխաքանակը, ձեռընտու չի այլևս անասուն պահելը։ Ուրեմն կաթը թե նախկինում ասում էին ջրի գնով է իրացվում, հիմա ջրի գնով էլ չի իրացվում, որովհետև ջուրը ավելի է թանկացել։ Ասեմ, որ եւ կաթ վերամշակողների նկատմամբ չկա վերաբերմունք իրացման շուկայում եւ կաթ արտադրողների մասով չկա վերաբերմունք, որովհետև քանի որ դիզվառելանյութը թանկացել է, սերմացուները, պարադանյութը, մնացած անհրաժեշտ բաները թանկացել են, ժողովուրդը չեն կարողանում անասնակեր հայտարարել։ Նույնիսկ Ամասիայի տարածաշրջանում, եթե տեսել եք անցած տարի Արփի լճի տարածքում 3000 դրամով վարձակալված արոդները մարդկանց վրա սարքել են 30,000 դրամ։ Այսինքն մարդկանց ձեռ չի տալիս։ Անասնապահությունը ինքը իր ծախսերը չի կարողանում ծածկել։ Դրա համար էլ մարդիկ նպատակահարմար են գտնում թողալ գնալ երկրից կամ ընդհանրապես ամսական աշխատավարձով աշխատել, ծախսեր չանել, փորձել իրանց հանապազօրյա հացը վաստակել։ Դուք ասում եք իշխանության նպատակն է, որ կտրեն գյուղատնտեսության ճյուղը, ինչ նպատակ են դրանով հետապնդում։ Չէ, ես ասում եմ դա նպատակ է, թե ինքնանպատակ է, բայց ամեն դեպքում չկա վերաբերմունք գյուղատնտեսության վերաբերյալ, որովհետև նորից եմ ասում, եթե գյուղատնտեսության նախարարությունը չկա մոտավորապես պլանային տնտեսություն, դա տնտեսություն վերաբերում է բոլոր տնտեսություններին, ոչ միայն գյուղատնտեսությանը։ Գյուղատնտեսական ակադեմիան փակվում է այսօր, տարեկան 10-15 դիմորդ չի ընդունվում այդ ակադեմիայում այն դեպքում, երբ որ խորհրդային ժամանակաշրջանում եւ հետ խորհրդային ժամանակաշրջանում այդ ուսումնական հաստատությունում ուսանողներին տեղ չկար, որովհետև աշխատատեղ չկա, մարդիկ չեն գնում գյուղատնտեսության բնագավառ ուսուցչություն ստանալու, աշխատելու հնարավորություն չկա, իսկ այսօր ընդամենը մարդիկ ֆերմերային տնտեսություններ, լավ է, որ այս ֆերմերային տնտեսություններն է կա, իրենք ինքնաբուխ ձևավորվել են, վարձակալում են մարդկանց հողերը, ցանում են։ Եթե այս ֆերմերային տնտեսություններն չլինի, ոչ թե մեր հողերի 60%-ը չի մշակվի, այլ 70%-ը։ Չեմ կասկածում, որ մեր կարտոֆիլի իրացման հարցն է դրվելու այս կարգավիճակի մեջ ենք լինելու կապսի ջրամբարի շինարարություն է տեղի ունենում, մոտավորապես 2 տարի վերսկսեցի շինարարությունը, կան ծախսարվեց եւ անհասկանալի պայմաններում շինարարությունը դադարեցրեց, որը մեծ քանակությամբ ջուր էր կուտակելու Շիրակի մարզի եւ ինչու՞ չէ նաեւ Արագածոտնի ներքևի հատվածի գյուղատնտեսության համար։ Շատ զարմանալի, շատ անհասկանալի։ Այս մի քանի տարիների ընթացքում մի ջրամբար չի կառուցվել հանրապետությունում, որովհետեւ գյուղատնտեսություն զարգանա։ Ու չենք հասկանում, սա վերաբերմունքը միթե պետք չէ գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը ինքը տեղով արդեն աշխատատեղ է, եթե կարողանում են գյուղատնտեսությունը ճիշտ աշխատացնել, ճիշտ հիմքերի վրա դնել, դե բնականաբար գյուղացուն հողը սեփականաշնորհվել է, ունի աշխատելու հնարավորություն, զբաղվածություն, բայց եթե մարդը եկամուտ չի ստանում, բնականաբար չի զբաղվում գյուղատնտեսությամբ, թողնում գնում է կամ հողը տալիս է ուրիշի, դա գնա աշխատանքով է զբաղվում, կամ այլ աշխատանքով է զբաղվում, սա է խնդիրը։